Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող իսլամական պետության զինամթերքի ստորգետնյա պահեստներին։ Նախարարությունը պարզաբանել է, որ հետախուզությունը հայտնաբերել է Պալմիրայի հյուսիսում գտնվող ստորգետնյա օբյեկտը։ Գործողությանը մասնակցել են Raftahi-ուն FGR-4 կործանիչները, որոնք օգտագործել են Paywear 4 կառավարվող ռումբեր։ Բրիտանական զինվորականները կարծում են, որ թիրախները խոցվել են։ Հարվածից քաղաքացիական անձանց համար սպառնալիքի որևէ նշան չկա և բոլոր բրիտանական ինքնաթիռները անվնաս են, հավելել է նախարարության մամուլի ծառայությունը։ Այս գործողությունը ցույց է տալիս Մեծ Բրիտանիայում մեր առաջնորդությունը և մեր վճռականությունը, ուսուցի կանգնելու մեր դաշնակիցների հետ, իսլամական պետության և նրանց վտանգավոր գաղափարախոսությունների ցանկացած վերածնունդը մերձավոր արևելքում ճնշելու համար, ասել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Վենեսուելային լայնամասշտաբ հարվածներ հասցնելուց և նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կնոջը ձերբակալելուց հետո Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կկառավարի Վենեսուելան անորոշ ժամանակով և կվերակառուցի նավթի ենթակառուցվածքը։ Այս մասին հաղորդում է CNN News-ը։ Մենք կկառավարենք երկիրը մինչև գա ժամանակ, որ կկարողանանք իրականացնել ապահով, պատշաճ և խելամիտ իշխանափոխություն։ Մենք չենք կարող ռիսկի դիմել, որ Վենեսուելայի կառավարումը ստանձնի մեկը, ով հաշվի չի առնում վենեսուելացիների շահերը, ասել է Թրամփը։ Կուբան պատրաստ է սեփական արյունը թափել ի պաշտպանություն եղբայրական Վենեսուելայի։ Այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին ասվում է Կուբայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Հանուն այս եղբայրական երկրի և նրա ժողովրդի մենք պատրաստ ենք նույնիսկ սեփական արյունը թափել ինչպես Կուբայի համար, ասվում է հայտարարության մեջ։ Կուբայի իշխանությունները խստորեն դատապարտել են Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական ագրեսիան, այն անվանելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող հանցավոր գործողություն։ Կուբայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողությունները ուղղված են ոչ միայն Վենեսուելայի, այլև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ երկրների վախեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում հեգեմոն նկրտումների վերականգնմանը։ Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, հետևում է Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը անհանգստությամբ լի ոգով։ Նա նշել է, որ Վենեսուելան պետք է մնա անկախ երկիր։ Պապը կոչ է արել հարգել մարդու իրավունքները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը համերաշխ է Իրանի ժողովրդի հետ, կապված Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ։ Մենք համերաշխ ենք իրանցի ժողովրդի պայքարի և ազատության ու արդարության նրա ձգտման հետ, կառավարության ամենշաբաթյան նիստում հայտարարել է Նեթանյահուն։ Լիովին հնարավոր է, որ մենք ապրում ենք մի պահ, երբ իրանցի ժողովուրդն իր ձեռքն է վերցնում սեփական ճակատագիրը, հայտնել է վարչապետը։ Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ստորագրվել է բնական գազի նոր համաձայնագիր։ Մենք Ադրբեջանի հետ ստորագրել ենք 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման նոր համաձայնագիր։ 15 տարվա ընթացքում Կասպից ծովի Աբշերոն հանքավայրից տարեկան կմատակարարվի 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040-ականները։ Օգտագործելով առկա ենթակառուցվածքները, մենք այս գազը մեր երկրին կմատակարարենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է անհապաղ ազատարձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին և նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին, որոնք ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առևանգվել և դուրս են բերվել երկրից, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատարձակել նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, դադարեցնել Վենեսուելայի քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը և լուծել խնդիրները երկխոսության և բանակցությունների միջոցով, ասվում է հայտարարության մեջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է իր մտահոգությունը նախագահ Մադուրոյի և նրա կնոջ ԱՄՆ-ի կողմից առևանգման վերաբերյալ։ Նախարարությունը նշել է, որ ԱՄՆ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը, ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել հայ առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակած տեսանյութում ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են հայ առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Հայտարարության հեղինակները հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգևորական ածդասին եւ բոլոր հետևորդներին կոչ են անում աջակցել միանալ եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այդ նպատակի շուրջ հանուն հայ առաքելական եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Փաշինյանը նաեւ նշել է, որ իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն, շեշտելով, որ այդ ճանապարհին կարևոր իրադարձություններ կան։ Հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք ճրագալույցի պատարագը եւ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հայտարարությամբ հրապարակվել է նաև եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը հետևյալ օրակարգով. բարենորոգման օրակարգի հանրահռչակում, եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը եղել է Հովանավանքում, որտեղ մատուցվել է պատարագ կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանի մատուցմամբ։ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին ժամը 13:30-ին հրավիրում է ուխտերթի, որը մեկնարկելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց։ Այդ օրը նա այդ եկեղեցուց մասնակցելու է Սուրբ Ծննդյան պատարագի երթը կգնա դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկ եկեղեցի։ Ըստ նրա այդ երթը լինելու է խաղաղ։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար։ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանը ձայնագրության միջոցով ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Մենք կորցրել ենք հավատն առ Աստված եւ հավատունքներս մեր նկատմամբ։ Շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ։ Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը։ Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է։ Շնորհավորում եմ բոլորի տոները, շնորհակալ եմ բոլորիդ, նշվում է Վարդանյանի ուղերձում։ Վլադիմիր Ժիրինովսկու հերթական մարգարեությունն է հայտնվել համացանցում եւ այժմ ակտիվորեն քննարկվում է։ Այն վերաբերում է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակմանը։ Ինչ էր ասում կանխատեսողը 2020 թվականի թոք-շոուներից մեկի ժամանակ եւ ինչու են նրա խոսքերն այսօր տագնապացնում։ 2024 թվականին կհաղթի Թրամփը եւ մենք կարող ենք օգնել նրան։ Մենք ոչինչ չենք արել, երբ նրան ընտրում էին 2016 թվականին, իսկ 2020 թվականին, եթե նրա գլուխը մի քիչ աշխատեր, նա մեզ կխնդրեր ինչ-որ բան անել եւ այդ ժամանակ նա կհաղթեր մեր օգնությամբ։ Մենք ենթադրենք Ուկրաինայի հարցում կզբաղեցնենք ճիշտ դիրքորոշում, իսկ նրան հնարավորություն կտայինք Վենեսուելայի հարցում։ Նա վերցնում է Վենեսուելան, իսկ մենք Ուկրաինան, ասել է Ժիրինովսկին։ Ինչու հարցին Ժիրինովսկին պատասխանել է, որպեսզի Թրամփին քաշքշենք, կթենք եւ քաշքշենք։ Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկեր է եւ մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու նրա իրավունքին, մենք կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է, սակայն համագործակցությունը մի բան է, ինտեգրացիան բոլորովին այլ։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանի եւ Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգում հենց այն ինտեգրացիան է, ինչպես մենք հասկանում ենք, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին, այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը եւ այլն, նշել է փոխնախարարը։ Խոսելով ՀԱՊԿ-ի մասին, Գալուզինը նշել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, բոլոր իրավունքներով եւ պարտականություններով։ Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակներում կայացված բոլոր որոշումներից եւ իհարկե մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես հուսալի անվտանգությունը կախված է դրանից, շեշտել է նա։ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ Կիևի կողմից Ռուսաստանի վրա հարձակվելու փորձերից հետո Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կորցրել է սեփական անվտանգության անձեռնմխելիությունը։ Վերջինս նախազգուշացրել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կարող է ոչնչացվել առաջիկա օրերին։ Եթե ես Զելենսկին լինեի, այլևս իմունիտետի վրա հույս չէի դնի։ Եթե ես լինեի Զելենսկին եւ նրա համախոհները առաջիկա օրերին, ես շատ անհանգստացած կլինեի իմ գոյության համար, նշել է նախկին խորհրդականը։
ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեվիսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունն անցնում է ավարտական փուլ։ Նա կանխատեսել է, որ առաջնագիծն ավելի ու ավելի է շարժվում դեպի արևմուտք։ Վերջինիս խոսքով Ուկրաինայի իշխանությունների համար դժվար է մարդկանց ստիպել գնալ մարտական գործողությունների գոտի։ Այդ պատճառով Ուկրաինայի զինված ուժերի թիվը նվազում է, ինչը բանակն ավելի թույլ է դարձնում։ Իսկ Ռուսաստանի հարձակման տեմպերն աճում են։ Վերջին 24 ամիսների ընթացքում չի եղել այնպիսի վայր, որտեղ ուկրաինացիները կարող էին հակահարվածալ ռուսներին եւ դիմադրել, եւ հիմա իրավիճակը նոր թափ է հավաքում, հայտարարել է վերլուծաբանը։ Ուկրաինայի հակամարտությունն ու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը ուժեղ հարված են հասցրել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ռեյ Մակգովերնը։ Հյուսիսատլանտյան դաշինքը փլուզվում է, բլոկը ոչինչ է առանց ԱՄՆ-ի, եւ եթե Վաշինգտոնը ցանկանում է ընկերություն անել Մոսկվայի հետ, ինչ կլինի Եվրոպայում պատերազմ հրահրողների հետ, հարցրել է վերլուծաբանը։ Նրա խոսքով ոչ ոք չի հավատում, որ ԱՄՆ-ն կկատարի Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Մակգովերնի կարծիքով Եվրամիության անհեռատես քաղաքականությունը իր եւ ՆԱՏՕ-ի համար ծանր հետևանքներ կունենա։ Հրազդան գետում հայտնաբերվել է մի քանի օր որոնվող 44-օրյային նահատակված Գոռ Եռմալովյանի 24-ամյա քրոջ մարմինը։ Դեկտեմբերի 31-ին ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկադի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է մահացածի ինքնությունը։ Պարզվել է, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս Գոռ Եռմալովյանի 26-ամյա քույրն է։ Սրբազան պայքարի գործով կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է եւ փոխարինվել տնային կալանքով եւ գրավով, այս մասին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել է դատավոր Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել եւ գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուշտոնու կողմից։ Արդյունքում 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է եւ փոխարինվել տնային կալանքով եւ գրավով, հայտնել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպերկինն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Անցնող տարում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված եւ հետեւողական աշխատանքը։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանն ամփոփել է տարվա արդյունքները եւ նախանշել ապագայի ծրագրերը։ Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական եւ ներդրումային գործընկերոջ էներգետիկ եւ պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դրանում պակաս դեր չի խաղացել նաեւ համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների նախևառաջ ԵԱՏՄ շրջանակներում։ Նրա խոսքով երկու երկրների հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակում են մնալ մշակութային, հումանիտար եւ համամարտկային շփումները։ Ռուսաստանի Դաշնությունը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ։ Պատրաստ ենք ներդրում ունենալ կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման գործում, նշել է Կոպիրկինը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթող դուրս կգա Ուկրաինայի հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարար Յացեք Չապուտովիչը։ Պուտինը դրանից հաղթող դուրս կգա։ Ուկրաինան պարտվեց, հարցը միայն այն է, թե որքանով, ասել է նախկին նախարարը։ Նրա խոսքով Եվրոպան նույնպես խոշոր հաշվով պարտվել է ուկրաինական հակամարտությունում, ինչը կասկած չի հարուցում։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան կորցնում է իր նշանակությունը բանակցային գործընթացում։ Չապուտովիչը նշել է, որ հենց Եվրոպայի քաղաքականությունն է հանգեցրել այդ ռազմական հակամարտությանը, եւ Վաշինգտոնը դա տեսնում է։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նշել է Ուկրաինայում ապագա խաղաղության երեք հիմնական չափանիշ, նրա խոսքերը փոխանցում է Պոլիտիկոն։ Դրանցից առաջինն անվանել է հաշվետվողականությունը։ Այդ ուղղությամբ քայլերից մեկը Բերսեի կարծիքով կպահանջի կարգավորման հարցով Ուկրաինայի միջազգային հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցման հարցերով որոշումների կայացմամբ։ Երկրորդ չափանիշը իրավական նորմերի պահպանումն է, ինչպես ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
գաղափարը, խաղաղ կարգավորումը եւ հետպատերազմյան վերականգնումը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա։ Որպես երրորդ չափանիշ նա նշել է Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքների առկայությունը, որոնք ապահովված են գործուն իրավական մեխանիզմներով, որոնք թույլ չեն տա ապագայում հակամարտության ապասառեցում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվստահությունը իր նկատմամբ։ Հաղորդում է Fox News-ը։ Նա ինձ չի վստահում, դա հասկանալի է, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է լքել իր պաշտոնը ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Նա այս մասին հայտարարել է Բրեդ Բայերի հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է Fox հեռուստաալիքի հատուկ ռեպորտաժ հաղորդման ժամանակ։ Այո, ասել է Զելենսկին, պատասխանելով հարցազրույցի հարցին, թե արդյոք նա կհեռանա պաշտոնից պատերազմի ավարտից հետո։ Պակիստանը դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Նման նողկալի արարքը լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության, անվտանգության եւ կայունության համար, հատկապես այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում խաղաղության հասնելու համար, ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ Իսլամաբադը համերաշխություն է հայտնում Ռուսաստանի ղեկավարին, կառավարությանը եւ ամբողջ ժողովրդին։ Շարիֆը հավելել է, որ Պակիստանը մերժում է բռնության բոլոր ձևերը եւ անվտանգությունը խաթարող գործողությունները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հիշեցրել է հանրապետության քաղաքացիներին, որ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Գլխավոր դատախազի տվյալներով վերջերս հաղորդագրություններ են ստացվել Ադրբեջանի քաղաքացիների ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև այլ զինված հակամարտություններին մասնակցելու մասին։ Հետևաբար, օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին մասնակցելը հատկապես լուրջ հանցագործություն է, նշվում է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դատախազությունը հիշեցրել է, որ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքով վարձակալության համար պատիժը տատանվում է 8-ից 20 տարի, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է ոչ միայն մեկ մարդու, այլև ամբողջ Ռուսաստանի մահը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Քաղաքական գործիչը մեկնաբանել է Զելենսկու Սուրբ Ծննդյան ուղերձը Ուկրաինայի ժողովրդին։ Վերջերս մի տգեղ անբարո մարդ մաղթեց մեկ մարդու մահը։ Բոլորի համար պարզ է, որ նա ցանկանում է ոչ միայն մեկ մարդու, այլև մեզ բոլորիս եւ մեր երկրի մահը, ընդգծել է Մեդվեդևը։ Նա վստահություն է հայտնել, որ Զելենսկին ոչ միայն ցանկություն է հայտնել տեսնել մեկ մարդու մահը, այլև հրաման է տվել զանգվածային հարձակումների։ Ավելին, ըստ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահի, վերջերս մահը սկսել է հաճախակիորեն շնչել հենց Ուկրաինայի առաջնորդի պարանոցին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Մանուկյանը նշանակվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար 12 ամիս փորձաշրջանով։ Ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի առաջին մասով, 17-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի համապատասխան որոշման կետերը Արսեն Ավետիքի Մանուկյանին նշանակել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար 12 ամիս փորձաշրջանով, ասված է որոշման մեջ։ Տեղի է ունեցել հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի միացման արարողությունը։ Գաղտնիք չէ, որ վերջին անգամ լուսավորման նոր համակարգ ներդրվել է 2011 թվականին, իսկ տեխնոլոգիաները գիտեք, որ շատ արագ զարգանում են, ինչը նշանակում է, որ արդեն իսկ ունեին քննացած համակարգ։ Կարևորելով ոչ միայն ունենալ տեխնիկապես հագեցած նոր լուսավորության համակարգ, այլև գեղեցիկ էսթետիկ նոր տեսք ունեցող հեռուստաաշտարակ։ Այս մասին նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ուկրաինան չի կարող պաշտպանվել առանց ԱՄՆ աջակցության, հատկապես օդում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում։ Կարող ենք հաղթել առանց ԱՄՆ աջակցության։ Ոչ, առանց ԱՄՆ աջակցության մենք չենք կարող պաշտպանել երկինքը եւ նույնիսկ հիմա դա դժվար է, ասել է Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի առաջնորդի, ԱՄՆ հոբ համակարգերը ներկայումս օգնում են Կիևին հակազդել ռուսական անօդաչու թռչող սարքերին եւ հրթիռներին։ Ուկրաինան նաեւ հրետանի եւ արկեր է գնում ԱՄՆ-ից։ Ավելին հարցազրույցում Զելենսկին նշել է իր մտադրության մասին, լքել իր պաշտոնը ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Վերջինս նշել է, որ ուկրաինացիների 87%-ը ցանկանում է խաղաղություն, բայց ուկրաինացիների 85%-ը դեմ է Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերմանը։
Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է ազնվություն եւ թափանցիկություն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի բունդեսկանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Մենք լրացուցիչ խորհրդակցություն ենք անցկացրել մեր եվրոպացի եւ կանադացի գործընկերների հետ Բերլինի ձևաչափի շրջանակներում։ Մենք նպաստում ենք խաղաղ գործընթացի առաջընթացին։ Այժմ բոլորից պահանջվում է թափանցիկություն եւ ազնվություն, ներառյալ Ռուսաստանը, ընդգծել է գերմանական կառավարության ղեկավարը։ Եվրամիությանը մահուճապ վախեցնում են Ուկրաինայի կարգավորման հեռանկարները։ Նման տեսակետ է հայտնել Defense News-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ուղղությամբ է ամեն ինչ շարժվում, եւ դա մեզ մահուճապ վախեցնում է, խոստովանել է պարբերականի զրուցակիցը։ Դիվանագետը հավելել է, որ Եվրոպան չի կարողացել Ուկրաինային պատշաճ աջակցություն ցուցաբերել։ Բացի այդ, Բրյուսելը չգիտի, թե ինչպես փոխել իրավիճակը հօգուտ Կիևի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար զգայուն հարց է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Նշվում է, որ ամերիկյան առաջնորդը ստիպված կլինի այդ հարցը լուծել երկրի ներսում։ Արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու պարտավորություններ ստանձնել։ Անվտանգության երաշխիքների մանրամասները, որոնք պարունակվում են ուկրաինացի եւ ամերիկացի բանակցողների առաջարկի նախագծում, մնում են անորոշ։ Բայց եթե Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու արտահայտած 5-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների նկարագրությունը, որոնք վայելում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները, համապատասխանում է իրականությանը, ապա դա հսկայական տեղաշարժ կլինի ԱՄՆ քաղաքականության մեջ, ասվում է հոդվածում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից։ Դիվանագիտական ջանքերի շարունակությունը ներկայացնում է ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղության հասնելու ամենաիրատեսական ուղին։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին կենտրոնանալ այս ջանքերի վրա եւ խուսափել ցանկացած գործողություններից, որը կարող է խաթարել դրանք, հայտնել է Հնդկաստանի վարչապետը։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի բախվել ավելի լուրջ հետևանքների։ Ռուսաստանի մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Ի վերջո Ռուսաստանը պետք է բախվի շատ ավելի լուրջ հետևանքների, նախքան պատրաստ լինի լրջորեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, ասել է պետդեպարտամենտի նախկին ղեկավարը։ Եվրամիությունը միջուկային զենք կկիրառի Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ Այս մասին նախազգուշացրել է ամերիկյան ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլքերսոնը։ Նրա խոսքով այժմ եվրոպական երկրները Մոսկվայի հետ առճակատման ճանապարհին են, սակայն չեն գիտակցում, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Ամեն դեպքում նրանք պատրաստվում են հավանաբար Բալթյան երկրներում կեղծ դրոշի ներքո գործողություն իրականացնել, նշել է Ուիլքերսոնը։ Նա ընդգծել է, որ եվրոպական առաջնորդները հետևելով քաղաքական դոգմաներին կորցրել են իրականության զգացումը եւ կրակի հետ են խաղում։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակել երկու երկրների միջև կարգավորման գործընթացը նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը։ Ռուսաստանը ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին։ Այս մասին Նոև Կովչեկ թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նշելով, որ մինչ այս լսել են միայն հնչեղ անունը։ Որքանով մենք գիտենք դրա իրականացման գործնական աշխատանքները դեռևս չեն սկսվել։ Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը ձևավորվի։ Ավելին Թրամփի ուղին կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցկացումը ի թիվս այլ բաների կարգավորվում է Եվրասիական միության օրենսդրությամբ։ Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ էական խորհրդակցությունների։ Ռուսաստանը մշտապես պաշտպանել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հատկապես այն պատճառով, որ այս ոլորտում առաջընթացը սկզբնապես հիմնված էր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-ից 22 թվականներին կնքված եռակողմ
կողմ համաձայնագրերի վրա։ Մենք կարծում ենք, որ համապատասխան գործընթացները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների եւ նրանց հարևանների շահերը, ասել է դեսպանը։ ԱՄՆ-ն չի ցանկանում վատնել իր B2 ռմբակոծիչների վառելիքը Իրանի նոր հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք չենք ցանկանում վառելիք ծախսել B2-ի վրա, բացի այդ, սա 37-ժամյա թռիչք է երկու ուղղություններով։ Ես չեմ ցանկանում շատ վառելիք ծախսել դրա վրա, գնահատել է Թրամփը Իրանի նոր հարվածների հնարավորությունը։ Ամերիկացի ռազմական վերլուծաբան Դանիել Դեվիսը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավարին հարվածելու փորձը կարող է հանգեցնել Մոսկվայի պատասխանին, որը Ուկրաինան կվերադարձնի քարի դար։ Փորձագետը կարծում է, որ Ուկրաինայի խաղը Ռուսաստանի կարմիր գծերի հետ ճակատագրական կավարտվի, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են հավասարեցնել ահաբեկիչներին։ Ռուսաստանի նախագահի վրա հարձակվել չի կարելի։ Ուկրաինացիները ստիպված կլինեն աղոթել Աստծուն, որպեսզի ռուսները դրանից հետո հողին չհավասարեցնեն Կիևի կենտրոնը, բոլոր ապաստարանների եւ կառավարական շենքերի հետ միասին, հայտարարել է վերլուծաբանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մագրիդ մանրածախարևտրի ցանցի հիմնադիր եւ Կրասնոդար ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին պարգևատրել է բարեկամության շքանշանով։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը պաշտոնապես հրապարակվել է։ Այս բարձր պետական պարգևը Սերգեյ Գալիսկուն շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև երկարամյա նվիրված ծառայության համար։ Սերգեյ Գալիսկու երկարամյա աշխատանքը զգալի ազդեցություն է ունեցել երկրի, այդ թվում Կրասնոդարի երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման եւ սպորտային ենթակառուցվածքների վրա։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի քաղաքական խորհրդական Ալի Շախմանին հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա կոշտ եւ անհապաղ պատասխանի։ Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է որոշակի հակազդեցություններ նույնիսկ սպառնալիքի իրականացումից առաջ։ Իրանի հրթիռային եւ պաշտպանական կարողությունները անվերահսկելի են եւ թույլատրություն չեն պահանջում։ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ, կոշտ պատասխանի, որը անհասկանալի է դրա հեղինակների համար, հայտարարել է Շամխանին։ Հուսով եմ նրանք չեն փորձում վերսկսել միջուկային ծրագիրը, քանի որ եթե դա անեն, մենք այլ ընտրանք չենք ունենա, քան արագորեն ոչնչացնել այն, ասել է խորհրդականը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ երկխոսության, բայց կարող է ուժ կիրառել եւ այդ դեպքում հետևանքներն ավելի լուրջ կլինեն, քան միջուկային օբյեկտներին հարվածելը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Զելենսկու խոսքերն այն մասին, որ Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին Լավրովի հայտարարությունը սուտ է։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են Բուչայի վերաբերյալ, սուտը Զելենսկու հայտարարություններն են Ռուսաստանի կողմից գողացված երեխաների մասին։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել, իսկ Լավրովի խոսքերը ճիշտ է, եւ այդ հանցագործությունների համար Կիևի ռեժիմը պատասխան կտա։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում հունվարի 5-ից 9 սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-ից 9 ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-ից 20, ցերեկային ժամերին 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 5-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։